Հուլիսի 5-ից Royal International ընկերության նախաձեռնությամբ Armavia ավիաընկերության օդանավերով կազմակերպվեն ուղիղ չվերթեր դեպի Թունիս։ Այն նոր ուղղություն է նախաձեռնության հեղինակները, մեր հանրապետությունում տուրիզմի և տարածքային զարգացման վարչության պետը, ինչպես նաև Հայաստան ժամանած թունիսցի ներկայացուցիչներն ու Հայաստանում գործունեություն ծավալող տուրիստական կազմակերպությունները վստահ են, դեպի Թունիս ուղղությունը զբոսաշրջիկների համար հետաքրքիր կլինի։ Ամառային հանգիստն անցկացնել Թունիսում դա հայաստանաբնակների համար ծովափնյա հանգստի այլընտրանքային միջոց կլինի, շեշտում է Royal International-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Կարապետյանը, հավելելով, որ տուրիստական գործակալությունների համար ևս հաճելի կլինի հայ զբոսաշրջիկին առաջարկել նոր ու հրաշալի ուղղություն։ Շուկան ուսումնասիրելով եկանք այլ եզրակացության, որ Թունիսի ուղղությամբ որևէ թռիչք Հայաստանից չի եղել եւ չկա։ Միաժամանակ ծանոթ լինելով մարդկանց հետ, ովքեր որ հանգստացել էին Թունիսում եւ ունենալով նրանց շատ դրական արձագանքները, որոշեցինք ուսումնասիրել Թունիսի հնարավորությունները, հայկական շուկայի պահանջարկը եւ եկանք այն եզրակացության, որ կարելի է բացել ուղիղ ավիաթռիչք դեպի Թունիս։ Այս գործում շատ կարևոր նշանակություն ունեցան Luxtour եւ Leptis Tours International ընկերությունները։ Ես գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի հայ զբոսաշրջիկների համար առաջարկել ուղղություն, որը կլինի այլընտրանք Թուրքիայի համեմատությամբ։ Որոշեցինք եւ կարծում եմ հաշվի առնելով նաեւ գները, հաշվի առնելով սպասարկման որակը, հյուրանոցների որակը, հյուրանոցի բարձր մակարդակը, որ հայ զբոսաշրջիկները կսիրեն Թունիսը եւ Թուրքիայի փոխարեն հաճույքով կգնան դեպի Թունիս հանգստանալու։ Իսկ այժմ Թունիսի մասին հատուկ նոր բացվող չվերթի կապակցությամբ Հայաստան ժամանած հյուրերի միջոցով։ Թունիսը երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի գաղութը, մենք արդեն տարիներ շարունակ ապրում ենք եվրոպական չափանիշներով։ Կան տարբեր տեսարժան վայրեր, որտեղ կարելի է ծանոթանալ Թունիսի պատմությանը, այդպիսին է օրինակ Կարթագենը։ Թունիսը թերևս այն հազվագյուտ պետություններից է, որտեղ կարելի է հանդիպել ջերմաստիճանային տարբեր պայմանների։ Կարելի է նշել միայն, որ Թունիսը կարծես բաժանվում է երկու մասի։ Մի մասը հարում է արաբական պետություններին, մյուս մասը եվրոպականին։ Ինքնաթիռով օրինակ Թունիսի մեկ ծայրից մյուս ծայրը թռչելիս կարելի է հանդիպել տարբեր մշակույթերի ու միանշանակ տարբեր ջերմաստիճանի։ Բնակչության մեծ մասը խոսում է ֆրանսերեն։ Տուրիզմի զարգացման առումով արդեն մի քանի տարի է ստեղծվել է հատուկ խումբ մեր պետությունում, որը պարբերաբար անցկացնում է շրջայցեր հյուրանոցներում, ծանոթանում պայմաններին, զբոսաշրջիկների կյանքին։ Մի խոսքով կարող եմ հստակ ասել, Թունիսը դա հանգիստ, հաճելի պետություն է։ Հարգելի հյուրեր, ուրախ եմ տեղեկացնելու նոր չվերթի մասին Երևան, Մանաստիր, Երևան ուղղությամբ։ Վստահ եմ ձեզ առավել շատ հետաքրքրում է վիզային ռեժիմը, այդ առումով կարող եմ նշել, նախ մեր երկու պետությունների միջև բավականին լավ հարաբերություններ կան եւ հետո կարծում եմ ամեն ինչ նորմալ կլինի։ Royal Tour տուրիստական ընկերության հետ մենք կնքել ենք պայմանագիր եւ նրանք մեր պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանի Հանրապետությունում։ Զբոսաշրջիկների հանգիստը կազմակերպվելու է Թունիսի հյուսիսային շրջանում։ Նախ, ասում է Հրաչյա Կարապետյանը, ջերմաստիճանը բարձր չէ եւ հետո տեսարժան վայրերն էլ բավականին շատ են։ Իսկ եթե այդ ամենը ներգումարենք ծովափը ու համապատասխան հյուրանոցները, ապա ստացվում է լիակատար հանգիստ։ Առաջարկում ենք Թունիսի հյուսիսային մասում գտնվող ծովափնյա հանգստավայրեր, որտեղ ամառվա ջերմաստիճանը 30 աստիճանի շրջակայքում է լինում։ Իսկ հաշվի առնելով, որ դա գտնած ծովափին է գտնվում, այսինքն զբոսաշրջիկները դա ընդհանրապես 30 աստիճան չեն զգա։ Այսինքն շատ հաճելի եղանակ է այնտեղ ամառվա ամիսներին եւ հաճույքով նրանք կհանգստանան եւ մեծ հաճույք կստանան։ Ծառայությունների որակը իսկապես բարձր է, համեմատելու չէ, այնուամենայնիվ կարելի է 1-2 ուղղությունների հետ տանել զուգահեռներ, ասում է Կարապետյանը։ Թունիսը ամեն ինչով գերազանցում է Թուրքիային։ Ոչ միայն գներով, եթե գները մոտավորապես նույնն են անգամ, ապա Թունիսը գերազանցում է իր ծովափերով, մանր ավազը։ Հյուրանոցները, որոնք մենք առաջարկում ենք, բոլորը առաջին գծում են գտնվում, այսինքն ուղղակիորեն ծովափում են գտնվում, եւ նույն կարգի հյուրանոցները, ասենք 4 աստղանի հյուրանոց թուրքական եւ թունիսյան,
Թունիսյան հյուրանոցները առաջարկում են ավելի բարձր մակարդակի սպասարկում։ Թունիսն աշխարհիկ պետություն է կամ բոլոր վայելքները, որոնցից կցանկանա օգտվել զբոսաշրջիկը, վստահ ենք, շեշտում է Royal Tour-ում, նրանց դուր կգա։ Թունիսը ուղղակիորեն աշխարհիկ պետություն է։ Այստեղ իրեն կնիքը դրել է այն հանգամանքը, որ Թունիսը երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի գաղութ եւ դարձել է աշխարհիկ երկիր։ Միայն այն հանգամանքը, որ Թունիսում կանանց չադրաները դեմքը փակել արգելված է, որ Թունիսում բազմակնությունը արգելված է, դա արդեն խոսում է այն մասին, որ Թունիսը մեր հասկացությամբ աշխարհիկ երկիր է։ Եվ այսպես Թունիս, նոր ուղղություն հանգստի, նոր պայմաններ, նոր ուղղության առաջին չվերթը կկայանա հուլիսի 5-ին։